Բարերեկո դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ուղղված 7-ամյա ծրագիր կիրականացվի 29 հեկտար մակերեսով հետ ստացած հողամասը կնվիրաբերվի Ծաղկաձոր համայնքին, ուսանողների արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը ֆինանսավորման տեսանկյունից կվերանայվի։ Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում։ Կառավարությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը զարգացնելու նպատակով այս տարվա հունվարի 1-ից նոր առավել երկարաժամկետ համապարփակ լուծումներով կարգավորումներով է հանդես գալու։ Ծրագրի ժամկետը 7 տարի է։ Նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից, յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կտրամադրվի։ Նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով ընկերություններին ուղղվող աջակցությունը կրկին այս չափով կլինի, իսկ մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով ընկերությունները կստանան 50%-ի չափով եկամտահարկի աջակցություն։ Ծրագրի հիմքում դրել ենք ոչ միայն ՏՏ ոլորտը, այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու մեր նպատակի։ Հայրապետյանը թվարկեց, թե ինչպիսի գործունեությամբ զբաղվող ընկերություններն են լինելու այս նախագծի շահառուները։ Մարտական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունները համակարգչային խաղերի հրատարակությամբ, ծրագրային ապահովման մշակմամբ, ավտոմեքենաների եւ դրանց շարժիչների համար էլեկտրական, էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ, օդանավերի, տիեզերանավերի արտադրությամբ, այլ թռչող սարքերի արտադրությամբ, դրանց մասերի, լրամասերի արտադրությամբ զբաղվող եւ այլ ընկերություններ։ Եվ երկրորդ ուղղությունը աջակցության ծրագրերից նախատեսված է R&D-ի մասով, այսինքն գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների մասով։ Նախարարն ասաց, որ ձևավորվելու է 6 հոգանոց հանձնաժողով, կազմված 6 գերատեսչությունից եւ ենթահանձնաժողովներ, որոնք գնահատելու են հայտերն առանձին, իսկ ապրիլի 1-ից 30-ը կլինի հայտերը ներկայացնելու առաջին պատուհանը։ Վարչապետը կոչ արեց այս ծրագրի վերաբերյալ եւս իրազեկել բոլոր հնարավոր շահառուներին։ Հրավիրեք նախարարություններ, դուք գնացեք ձեռնարկություններ, կազմակերպեք քննարկումներ մարզերում, Երևանում, աշխատանքային կոլեկտիվներում։ Պետքա տանել այս հասցնել մարդկանց, որովհետև սա մենակ ընկերությունների մասին չի, սա երկրի զարգացումը ապահովելու մասին է։ Հաջորդ նախագծով Ծաղկաձորի Խաչատուր Կեչարեցու փողոց 1 հասցեով որպես առանձին գույքային միավոր գրանցված 3680 քառակուսիմետր մակերեսով շենքշինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցրած օգտագործման ու սպասարկման համար հատկացված 29 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի համայնքին։ Վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի եւ քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով։ Միաժամանակ Ծաղկաձորի Օրբելիի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքը կնվիրաբերվի պետությանը, սակայն Ծաղկաձոր համայնքը կշարունակի իր գործունեությունը նշված հասցեում, մինչև համայնքին նվիրաբերվող հասցեում կկառուցվեն համայնքի նոր վարչական շենքը, թատրոնի շենքը, ավտոկայանատեղին եւ քաղաքային զբոսայգին։ Մինչև 2029 թվականի ավարտը նվիրաբերվող տարածքում Ծաղկաձոր համայնքի միջոցների հաշվին կիրականացվի 1 միլիարդ դրամի ներդրում։ Նախատեսվում է այդ 5 շինությունները ապամոնտաժել, կառուցել 2 նորը, այդ մեկում կլինի համայնքի վարչական նոր շենքը, երկրորդում թատրոնը, դրանց կիսանկողային հարկերում եւ բակային տարածքում կլինեն նաև ավտոկայանատեղիներ, իսկ 2 հեկտարը հատկացված է լինելու զբոսայգի կառուցելու համար։ Ծաղկաձորում բարդ տարօրինակ թվա, բայց զբոսնելու տեղ չկա, հանրային, որովհետև հանգստյան տներ են եւ այլ պարփակված տարածքներ են եւ զբոսայգի ունենալը շատ կարեւոր է եւ հույս ունեմ, որ կհետևենք, որ նախագծերը զբոսայգիների լինեն ժամանակակից պահանջներին համապատասխանող։ Ուսանողների արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը կվերանայվի ֆինանսավորման տեսանկյունից։ Ծրագրի հիմնական պայմանն է, որ համաֆինանսավորմանը պետք է մասնակցի նաև մասնավորը, այսինքն առևտրային կազմակերպությունը, որ պետք է ունենա առնվազն 100 աշխատող, համաֆինանսավորի կրթաթոշակն առնվազն 50%-ով, որից հետո նախատեսվում է, որ պետությունն ամեն տարի առավելագույնը 10 միլիոն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի։ Կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի կազմակերպությունում։
Վարչապետն արձագանքեց Լուիս հիմնադրամի կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան, եւ հետավաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո պետությունը արտագաղթ է ֆինանսավորում, ապա հավելեց, համանման գործունեություն պատվիրակել են նաեւ Իմ Քայլը հիմնադրամին, բայց կրկին 40% չվերադարձելիություն է եղել, եւ դա խնդիր է։ Թվում է թե պայմանագիր է կնքած, թվում է թե կառավարությունը ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են հետ չեն գալիս։ Վարչապետի խոսքով էական չէ, չվերադարձողները տղաներ են թե աղջիկներ, քանի որ խնդիրը միայն զինվորական ծառայության անցնելը չէ։ Որոշման նախագիծն ընդունվեց, բայց քննարկման արդյունքում որոշվեց, որ պետք է մինչև աշուն մոնիտորինգ արվի, հասկանալու համար սովորածների վերադարձելիության մասով վիճակագրությունը։ Նշվեց, որ եթե կրթություն ստանալուց հետո Հայաստան վերադարձողների եւ այստեղ աշխատողների թիվը ցածր է, ապա ծրագիրը չպետք է գործի։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական եւ թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի եւ ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաեւ երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին ու պաշտպանության հարցերով կցորդին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Մասնավորապես Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորոշվիլիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը եւ Մակա Բոճորոշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին, երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Եղիշե Կիրակոսյանն ազատվել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից։ Ի դեպ, Եղիշե Կիրակոսյանը իր Facebook-յան էջում պարզաբանել է, թե ինչու է նման որոշում կայացրել։ Մեջբերում եմ, ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական, գիտական եւ մասնագիտական գործունեության վրա, նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը, գրել է Կիրակոսյանը։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների կտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի падգամավորների շրջանում։ Բրյուսելում Armenpress-ի թղթակցի ունեցած տեղեկություններով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանի падգամավորների այս վրդովմունքն արձագանքի ինչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացումն ու բանաձևի ընդունումը։ Հայաստանի քաղաքացի Իշխան Վերդյանը դիմել է Ադրբեջանի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով։ Նա ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Բաքու ու այնտեղ հաստատվել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ է հայտնի այդ անձի մասին, ինչով է նա բացատրում իր այդ արարքը։ Այդ Իշխան Վերդյան կոչվող անձնավորությունը Իլհամ Ալիևին դիմել է նամակով, որում խնդրում է իրեն քաղաքական ապաստան տալ, պատճառաբանելով, որ Հայաստանում նրան հալածանքի են ենթարկում այն բանի համար, որ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, եւ որ դրա համար նրան Հայաստանում պատրաստվում են ցմահ ազատազրկման դատապարտել։ Տարօրինակ է, նախ Հայաստանի վարչապետն է համարում, որ Արցախը Ադրբեջանի տարածք է եւ դրա համար նրան ոչ մեկ ցմահ ազատազրկման չի դատապարտում։ Երկրորդը, որտեղից իրեն ինֆորմացիա, որ իրեն ցմահ ազատազրկման են պատրաստվում դատապարտել, սովորաբար դա դատարանն է որոշում, հա։ Եվ երրորդը, ոնց ես հասկանում եմ, այդ անձնավորությունը վաղուց արդեն գտնվում է Հայաստանի տարածքից դուրս եւ այն էլ մի երկրում, որտեղ նա Հայաստանի իրավապահների համար
անհասանելի է։ Ադրբեջանում այդ անձնավորությունը ներկայացնում են որպես ակտիվ հասարակական գործչի, ակտիվիստի, հրապարակախոսի, ով պայքարում է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության եւ հաշտության համար, ինչի համար եւ հալածվում է Հայաստանի իշխանությունների համար։ Իրականում այդ մարդը որևէ բանով աչքի չի ընկել, մինչև այն պահը, այն առաջին իր հրապարակային հայտարարությունը, որը 21 թվականին էր արել եւ հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է օգնեն Հայաստանի իշխանություններին ազատելու Հայաստանը Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից։ Դրանից հետո արդեն սկսել է ժամանակ առ ժամանակ բավական ակտիվ հանդես գալ հայտարարություններով, որոնք ակնհայտորեն համընկնում էին Ադրբեջանի այսպես տեղեկատվական պայքարի այդ առասպելներով, հա։ Ես թերթել եմ նրա սոցցանցերի էջերը, օրինակ 23 թվականի հուլիսին նա գրում է, բառացիորեն մեջբերում եմ նրա խոսքերը, ատում եմ ինքս ինձ համար, քանի որ հայ եմ, կցանկանայի թուրք ծնվել։ 2024 թվականի հուլիսին այդ Իշխան Վերջյան կոչվող անձնավորությունը գրում է, որ երազում է գնալ Բաքու եւ այնտեղ հաստատվել։ Այս տարվա փետրվարին գրում է, որ Հայաստանը պարտավոր է կատարել Ադրբեջանի այդ պարտադրանքը եւ փոփոխել սահմանադրությունը։ Դե կարելի էր համարել, որ այդ մարդը պարզապես այսպես խելապակաս է, բայց ավելի հավանական է, որ նա պարզապես գործում է ադրբեջանական հատուկ ծառայությունների թերադրանքով եւ կատարում է բոլոր այն հանձնարարականները, որոնք իրեն տալիս են Ադրբեջանի հետախույզները։ Իսկ ճիշտ եմ հասկանում, որ այդ անձը Հայաստանի հատուկ ծառայությունների ուշադրության շրջանակներում է եղել։ Հայաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով նա Ադրբեջանի հետախուզական մարմինների կողմից հավաքագրվել է դեռևս 2017 թվականին, բայց տարօրինակը այն է, որ նրան հնարավորություն էին տվել լքելու Հայաստանի տարածքը։ Նրա դեմ քրեական գործը հարուցվել էր միայն 22 թվականի օգոստոսի 12-ին, մեկ տարի անց այն բանից հետո, երբ նա տեղափոխվել էր Թուրքիա եւ հաստատվել էր Ստամբուլում։ Որքան ես հասկացա, նա այժմ էլ շարունակում է ապրել Ստամբուլում, ուր աշխատում է ֆաբրիկաներից մեկում որպես բանվոր։ Նույն այդ իմ հիշատակած քրեական գործի շրջանակներում նույն մեղադրանքն է ներկայացվել, այսինքն լրտեսություն եւ Հայաստանի պետության դեմ հանցավոր գործողություններ, ոմն Վահե Ղամբարյանին, ով կապ էր հաստատել, կապ էր պահպանում Ադրբեջանի հետախուզության հետ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանության միջոցով։ Այդ անձը նույնպես 22 թվականին լքել էր Հայաստանի տարածքը եւ Վրաստանի տարածքով տեղափոխվել մեկ այլ երկիր, հայտնի չէ թե որտեղ, եւ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, միայն հայտնի է, որ նա հայտարարել է, որ այլևս Հայաստանի քաղաքացի չի հանդիսանում։ Ի տարբերություն Վահե Ղամբարյանի, Իշխան Վերջյանը հակառակը վերջին 2 տարվա ընթացքում շատ ակտիվ կեցվածք է ցուցաբերել, շատ ակտիվ հայտարարություններով է հանդես գալիս, սիրով հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին եւ քարոզչամիջոցներին, ներկայացնելով բոլոր այն տեղեկատվական առասպելները, որոնք ադրբեջանական մամուլն է Հայաստանի դեմ օգտագործում։ 2022 թվականի հուլիսին Վերջյանը հայտարարել էր, որ ոչ մի անօրինական բան Հայաստանի դեմ չի կատարել եւ որ պատրաստվում է վերադառնալ Երևան ու ապացուցել, որ հանցագործ չէ։ Բնական է, որ Հայաստան չի վերադարձել, փոխարենը դիմել է Ադրբեջանի իշխանություններին խնդրելով քաղաքական ապաստան, այն դեպքում, երբ գտնվելով Թուրքիայում, բնական է, որ անհասանելի է Հայաստանի իրավապահների համար եւ ոչինչ իրեն Թուրքիայում սպառնալ չէր կարող։ Պարզապես ադրբեջանցի իր պատվիրատուներին այժմ հարմար էր իրան հենց այսպես օգտագործել, որպես Հայաստանի դեմ քարոզչական պատերազմի գործիք։ Արտեմ, իսկ ինչ է սպասվում այս մարդուն։ Ես վստահ եմ, որ նրան օգտագործելուց հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրա հետ կվարվեն հենց այնպես, ինչպես վարվել են այլ հայազգի մարդկանց հետ, որոնց նույնպես օգտագործել են, որից հետո պարզապես դեն են նետել։ Եվ այդ իմաստով վառ օրինակն է Հայաստանի նախկին քաղաքացի Վահան Մարտիրոսյանի պատմությունը, ով հավաքագրվել էր հատուկ ծառայությունների կողմից, տեղափոխվել էր Բաքու եւ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների պատվերով ստեղծել էր խաղաղության պլատֆորմ կոչվող այսպես
կազմակերպությունը, որը իբրև թե համախմբում էր պրոադրբեջանական հայերին, ովքեր ապրում էին տարբեր երկրներում։ Տարիներ անց Վահան Մարտիրոսյանին հաջողվեց լքել Ադրբեջանը եւ տեղափոխվելով այլ երրորդ երկիր, նա բացահայտեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել, թե ինչպես էին նրան խաբել Ադրբեջանի հատուկ ծառայությունները, թե ինչպես էին նրան ճնշում էին գործադրում նրա դեմ եւ թե իրականում ինչ էր ներկայացնում այդ խաղաղության պլատֆորմ կոչվածը։ Մարտիրոսյանը խոստովանել էր, որ բոլոր մարդիկ այն իբրև թե հայերը, որոնք ներկայանում էին այդ պլատֆորմի անդամ, կամ իրականում գոյություն չեն ունեցել, կամ իրականում հայեր չեն եղել։ Օրինակ հիշատակում է, որ Աննա Սինանյան ակտիվ հիշատակվում էր այդ կնոջ անունը, որը իբրև թե Միացյալ Նահանգներում էր ապրում։ Մարտիրոսյանը խոստովանում է, որ այդ մարդուն հորինել են, այդպիսի մարդ գոյություն չի ունեցել։ Կամ Արամ Կարապետյան անունով ներկայացնող անձնավորությունը իրականում եղել է ոչ թե հայ, այլ ուկրաինացի, եւ որ իր իրական անունը եղել է Եվգենի Ռագաչկոն։ Այսինքն ես վստահ եմ, որ Վերդյանի հետ կվարվեն հենց այնպես, ինչպես ժամանակին վարվել էին Մարտիրոսյանի հետ, իսկ թե ինչ կլինի նրա հետ հետո ու կարող եմ միայն կռահել։ Շնորհակալություն Արծեն։ Քաղաքաշինության կոմիտեն, Ասիական զարգացման բանկն ու Կորեայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը ստորագրել են փոխհմբռնման հուշագիր Հայաստանում էներգոարդյունավետության զարգացման նպատակով։ Հարավային Կորեայի Հանրապետությունը ծրագրի շրջանակում կհատկացնի մոտ $300,000 շենքերի եւ շինությունների էներգոարդյունավետությունը բարելավելու համար։ Հայաստանի կանաչ քաղաքաշինություն էներգոարդյունավետության զարգացում շենքերում։ Ծրագրի շրջանակում Հարավային Կորեայի Հանրապետությունը կհատկացնի մոտ $300,000 ԱՄՆ Հայաստանում շենքերի եւ շինությունների էներգոարդյունավետությունը բարելավելու նպատակով։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ կարևոր է նաեւ այս ոլորտում փորձի փոխանակումը։ Փորձագիտական խումբը ընտրվել է հենց Կորեայի Հանրապետությունից, իրենց առաջատար համալսարաններից եւ խումբը պիտի մինչև տարեվերջ 25 թվականի ավարտ պիտի ուսումնասիրի ոլորտում առկա խնդիրները, ուսումնասիրի մեր օրենսդրական նորմատիվ դաշտը եւ ի վերջո մեզ տա պարփակ զեկույց, որում ներառված կլինեն խնդիրները եւ նաեւ դրանց լուծման ուղղությունները հիմնական ու հուսով ենք, որ դա չի լինի ուղղակի աշխատանք, լինի զեկույց, այլ կօգնի մեզ հետագայում մեր անելիքները այդ ուղեցույցի, այդ զեկույցի օգտագործմամբ ունենալ ավելի լավ միջավայր քաղաքաշինական։ Գիտելիքի փոխանցման ծրագիր, ահա այսպես է բացվում ծրագրի հապավումը, եւ ինչպես նշեց փորձագետների խմբի ղեկավար Սանգմյունգի համալսարանի պրոֆեսոր Սյունգ Մունգլին, նրանք այստեղ են Կորեայի հագեցած փորձով եւ պատրաստ են աջակցել Հայաստանին քաղաքաշինության ոլորտում։ Այս ծրագրի նպատակը ոչ միայն էներգոարդյունավետության ստանդարտների մշակումն ու փոխանցումն է հայկական կողմին, այլև Հայաստանի շինարարության ոլորտում էներգոարդյունավետության զարգացման խթանումը, խրախուսելով կառուցապատողների ակտիվությունը։ Կորեան նման զարգացվածության հասնելուց առաջ երկար ճանապարհ է անցել, կարևորելով հաջողություն գրանցած գործընկերների հետ փորձի փոխանակումը։ Այսօր Կորեան հասել է այն մակարդակին, որ մասնակցում է միջազգային խոշոր շինարարական նախագծերի իրականացմանը եւ հնարավորություն ունի իր փորձով կիսվելու։ Ասիական բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ծրագիրը կարևոր համարեց երկու առումով։ Հայաստանի համար առաջին հերթին կարևոր է էներգոարդյունավետության բարձրացումը, հատկապես հաշվի առնելով շինարարական ոլորտում արտանետումների բարձր մակարդակը։ Ասիական զարգացման բանկը մեծ ուշադրություն է դարձնում այն ծրագրերին, որոնք նպաստում են այս ոլորտի զարգացմանը։ Երկրորդ կարևոր կետն այն է, որ սա բավականին նոր տիրույթ ու բնագավառ է, եւ մեզ համար շատ կարևոր է Կորեայի հետ փորձի փոխանակումն ու Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը։ Հուշագրի ստորագրմանը հաջորդող սեմինարի ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հիմնական աշխատանքները։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։
Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստանն Ադրբեջանից ընդամենը վերջերս ստացավ խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, 17 հոդվածից 2-ը սակայն շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Դրան զուգահեռ վերջին շրջանում դարձյալ սկսել է ակտիվորեն քննարկվել ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, որին թեև ըստ նախնական համաձայնության պետք է կողմերն անդրադառնային խաղաղության պայմանագրից հետո։ Ինչ նոր զարգացումներ կան հայ-ադրբեջանական բանակցություններում եւ ինչպիսին է Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքավորումը աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։ Պարոն Խանդանյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նախ խաղաղության պայմանագրից սկսենք, դեռ երկու կետ չհամաձայնեցված է, բայց նույնիսկ շատ փորձագետների գնահատմամբ դրանք այն կետերը չեն, որոնց շուրջ ըստ էության կար սկզբունքային տարաձայնություններ։ Հիմա ո՞րն է իրականում ի վերջո այդ ձգձգման պատճառը։ Ձգձգման պատճառը վերջին 3 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի խմբագրումը չուղարկելն էր եւ ընդամենը 10 օր առաջ Հայաստանը ստացել խաղաղության պայմանագրի վերջին խմբագրումը եւ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը հակված չէ ձգձգել գործընթացը եւ հանդես կգա պատասխան առաջարկով։ Այո, ճիշտ եք ասում, որ նախորդ խմբագրությունը, որը Հայաստանը ուղարկել էր Ադրբեջանին, այդ երկու հոդվածներին էին միայն վերաբերում, որովհետև դրանք էին մնացել չհամաձայնեցված, եւ Ադրբեջանը Հայաստանի ուղարկած խմբագրումներին չի համաձայնել եւ ուղարկել է նոր խմբագրում։ Հիմա արդեն Հայաստանի կառավարությունը կաշխատի այս փաստաթղթի վրա եւ պատասխան արձագանքով հանդես կգա, կարծում եմ օրերի շաբաթների հարցը մինչև պատասխան կուղարկվի Ադրբեջան, որովհետև մենք ընդհանրապես հակված չենք ձգձգելուն, մենք ինչպես միշտ ասել ենք, Հայաստանը ցանկանում է օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Պարոն Խանդանյան, այդ չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում էր եվրոպացի դիտորդների դուրսբերմանը։ Հայաստանն առաջարկում էր դուրս բերել դիտորդներին այն հատվածներից, որոնք որ սահմանագծված են արդեն։ Այսինքն Ադրբեջանը կտրականապես դեմ է արտահայտվում, որ միանգամից պետք է բոլոր հատվածներից դուրս գան։ Այդպես ուղիղ չձևակերպենք դիտորդների դուրսբերմանը, ընդհանրապես երկու երկրներում սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմաններ վերաբերում, ինչը նաև սկզբում մենք նաև փաստում ենք, որ եվրոպական դիտորդական առաքելությունը դա քաղաքացիական առաքելություն է, հա, դա ռազմական ներկայություն չէ, բայց այնուամենայնիվ, այսինքն եթե կա այդպիսի մտահոգություն, Հայաստանը պատրաստ է հասցեագրել այդ մտահոգությունը, ինչպես նշեցիք, սահմանազատված հատվածներում։ Հիմա այս առաջարկին այնքան էլ հակված չէ Ադրբեջանը եւ Հայաստանը նոր լուծումների է պատրաստ, այսինքն պետք է քննարկել, հասկանալ, թե ինչպես է հնարավոր հասցեագրել այդ խնդիրը բայց այնուամենայնիվ պիտի շեշտեմ, որ եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում շատ կարևոր է եւ մենք մեծապես կարևորում ողջունում ենք, որ այդ առաքելությունը 2 տարով երկարաձգվեց Հայաստանում։ Իսկ նոր զարգացումներ կան միջազգային ատյաններից դիմումների հետ կանչման վերաբերյալ, որովհետև երբ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը որոշեց հեռանալ պաշտոնից, այսինքն ազատվեց այդ պաշտոնից, տարբեր այսպես տեղեկություններ սկսեցին մամուլում շրջանառվել, որ պատճառներից մեկը նաև այն է, որ Եղիշե Կիրակոսյանը համաձայն չէ այդ կետին, որ բոլոր այդ միջազգային հարթակներից հետ կանչվեն հայցերը։ Ես չէի ցանկանա այդ երկու թեմաները կապել իրար եւ քիչ առաջ պարոն Կիրակոսյանը նաեւ հրապարակային մեկնաբանությամբ հանդես եկել նշելով այն պատճառները, որի պատճառով ցանկանում է այլ գործունեությամբ զբաղվել։ Այնուամենայնիվ այդ հարցը եւս չլուծված հարցերից մեկն է մնում խաղաղության պայմանագրում, այսինքն առնվազն Հայաստանի վերջին եւ Ադրբեջանի վերջին խմբագրումներում տեքստերը նույնական չեն, այսինքն համաձայնեցված չէ, եւ այդտեղ եւս ես լիահույս եմ, որ հնարավոր կլինի մի ձևակերպում գտնել, որը կարող ենք համաձայնեցված համարել, որովհետեւ Հայաստանը երբեք կտրուկ ոչ չի ասել այդ գաղափարին, որովհետեւ ի վերջո եթե մենք գնում ենք պատրաստ ենք, իսկ Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության, ապա կարելի է նաև դիտարկել այդ գաղափարը փոխադարձության սկզբունքով եւ այդ այն միտումով, որ դա լրացուցիչ երաշխիք եւ այսպես խաղաղության համար լրացուցիչ երաշխիք կհանդիսանա։
Խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող այս զարգացումներին զուգահեռ Ադրբեջանը թե վերջին շրջանում հազվադեպ, բայց սկսել է նորից ապատեղեկատվություններ տարածել, որոնցից վերջինը հենց 3 էր։ Դարձյալ մեկնաբանվեց դա որպես էսկալացիայի նախապատրաստում, որն է ձեր գնահատականը։ Տեսեք, քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չեն եւ քանի դեռ հարաբերությունների կարգավորման փուլ չենք մենք մտել, ցանկացած մեկնաբանություն ադրբեջանական կողմից կարելի է դիտարկել որպես իրավիճակը լարող, սրող եւ բայց Հայաստանը չի պատրաստվում նման ռետորաբանությամբ հանդես գալ, որովհետեւ այստեղ կարևոր է նպատակները։ Մեր նպատակն է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելը եւ մենք չենք ուզում մտնենք այդ առնվազն ռետորաբանության էսկալացիայի մեջ, որովհետեւ որքան որ ռետորաբանության էսկալացիան աճի, այնքան Ադրբեջանի համար հարմար այսպես պարարտ հող է ստեղծում նաեւ այդ էսկալացիան տեղափոխել գետնի վրա։ Ուստի մենք ցանկացած էսկալացիոն հայտարարության հանդես են գալիս համապատասխան կառուցողական առաջարկներով եւ այդ առաջարկները ցավոք սրտի դեռևս Ադրբեջանի կողմից արձագանք չեն ստացել, խոսքը օրինակ նույն սպառազինություններին է վերաբերվում, խոսքը վերաբերում է տարածաշրջանային կապուղիների բացմանը եւ այլն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անդրադառնալով վարչապետի վերջին հոդվածին կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ շարունակել է պնդել, թե մեջբերեմ ըստ էության չնայած Հայաստանը տեղյակ է հաղորդակցությունները բացելու վերաբերյալ գրավոր եւ ստորագրված պարտավորություններին, դրանք դեռևս չի կատարել, առաջ քաշելով բարդ գործնականում դժվար իրագործելի եւ երկարատև երթուղիների ծրագրեր, որոնք միայն շեղում են գործընթացը։ Այսինքն սրանով Ադրբեջանն ըստ էության մերժում է Հայաստանի առաջարկությունը, որն ըստ վարչապետի ոչ միայն առաջարկություն էր, այլ հարցի լուծում։ Նախ Ադրբեջանը պաշտոնապես որևէ արձագանք չի տվել սրան, եւ երկրորդը ես ճիշտ հակառակ բնորոշումներ է կտայի։ Այնինչ Հայաստանը առաջարկել է Ադրբեջանին պարզ է եւ հեշտ լուծելի է, եւ իսկապես խնդիրը լուծում է, եւ մասնավորապես խոսքի որ վերաբերում է երկաթուղուն եւ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապին, ինչը Ադրբեջանը ներկայացնում է որպես առաջնահերթություն իրենց համար, եւ այս հարցը լուծվում է եւ նաեւ այս հարցով նման կարգավորմամբ լուծվում է Հայաստանի կենտրոնական հատվածներից Երևանից, Երասխից, Մեղրի կապը, որ եւ այս առաջարկի հիմքում կրկին երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հարգումն է եւ փոխադարձության ու հավասարության սկզբունքները, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի որևէ պարտավորություն չկատարելուն, ընդհակառակը նման առաջարկով հանդես գալը նաեւ այն հանձնառությունն է, որ Հայաստանը իր վրա ստանձնել է մեկ քայլ կամ մի քանի քայլ ավել անելու, որպեսզի տարածաշրջանի ենթակառուցվածքները եւ ճանապարհները բացվեն։ Պարոն Խանտարյան, Ադրբեջանի այս հայտարարությունից հետո օրինակ Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուկյանը հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի հարթակին վերադարձն ուղղակի չունի այլընտրանք, մատնանշելով նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այս հայտարարությունը, ձեր դիտարկումը։ Ես կարծում եմ նման դիտարկում անելու համար եւ Հայաստանի կառավարությունից նկատմամբ նման պահանջ ձևակերպելուց առաջ պարոն Մարուկյանը պետք է նախ գնա Բաքու եւ Ադրբեջանի իշխանություններին համոզի, որ պետք է վերականգնել Լաչինի միջանցքը, պետք է Լեռնային Ղարաբաղի հայությանը վերադարձնել Լեռնային Ղարաբաղ, այնուհետև գնա Մոսկվա, եթե դեռ չի գնացել, բայց ոնց որ տպավորություն կա, որ գնում է, եւ Ռուսաստանի իշխանություններին համոզի, որ պետք է խաղաղապահ հետ ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի ապահովի Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, եւ ապագա Հայաստան եւ կհասկանա, որ Հայաստանը չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մի դրույթ, որ Հայաստանը չի կատարել։ Ասում եմ, պետք է վերադառնանք այդ հարթակին, որ նաև բնականաբար այդ հարցերը քննարկենք նախ եւ առաջ։ Այդ հարթակից Ադրբեջանը եւ Ռուսաստանն են իրենց գործողություններով դուրս եկել։ Հայաստանը որևէ կերպ այդ հարթակին հակընդդեմ քայլ չի արել։ Այդ թվում եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ, որովհետեւ այն պնդումները,
որոնք կան մասնավորապես անվտանգության ապահովման համար։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ պարզ գրված է, որ ճանապարհների նկատմամբ, մասնավորապես արևմտյան շրջաններից Ադրբեջանի Նախիջևան կապի ճանապարհների նկատմամբ անվտանգության ապահովման պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է, եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դա ապահովել։ Իսկ այդ դեպքում մենք ինչու չենք հրաժարվում այդ փաստաթղթից նոյեմբերի 9-ի, եթե ըստ էության նաև այդ հարթակում որևէ քննարկում չկա, եւ այդ փաստաթուղթն էլ մատնանշում են, որ կետեր կան, որոնք չեն իրականացվել։ Հայաստանը կատարել է ամեն ինչ այդ փաստաթղթի, ինչ որ Հայաստանից էր պահանջվում, եւ երկրորդը դա հրադադարի մասին հայտարարություն է, եւ ես չեմ կարծում, որ իմաստ ունի դուրս գալ հրադադարի մասին հայտարարության փաստաթղթից։ Ես չգիտեմ դրա օգտակարությունը որը կլինի, եթե Հայաստանը հրապարակային նման քայլ կատարի։ Պարոն Խանդանյան, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին ապաշրջափակման կետը դուրս բերել խաղաղության պայմանագրի բում փաստաթղթից եւ դրան անդրադառնալ հետո, երբ այդ խաղաղության պայմանագիրը կկնքվի։ Բայց հիմա ավելի շատ քննարկվում է ապաշրջափակման հարցը ըստ էության, այսպես հանրային դիսկուրսում գոնե թե քան խաղաղության բում պայմանագիրը։ Այսինքն դա եւ ադրբեջանական կողմն է այդպես ակտիվորեն քննարկում, հետո Հայաստանը պատասխանում է, ստացվում է, որ հիմա առաջ է մղվել նորից ապաշրջափակման հարցը։ Ես չէի ասի, որ պայմանավորվածությունը այն էր, որ հետո քննարկվի, առանձին քննարկվելու ավելի շատ պայմանավորվածություն էր, երբ որ խաղաղության պայմանագրից դուրս եկավ, ինչը եւ արվում է, բայց պիտի խոստովանենք, որ դա շատ առանցքային է եւ հիմնարար է խաղաղության հաստատման համար, որովհետեւ մենք կարող է ունենանք ստորագրված խաղաղության պայմանագիր եւ ես հույս ունեմ, որ մենք մոտ ժամանակներս կունենանք դա եւ ունենանք այսպես դե ֆակտո խաղաղություն, այսինքն չի լինի պատերազմ, բայց իրական խաղաղություն եւ կայունությունը տարածաշրջանում չի հաստատվի, եթե երկրների միջև չլինի առևտուր, բաց չլինեն սահմաններ ու ճանապարհները եւ նաեւ մարդկանց շփումները չլինեն։ Իսկ առանց հաղորդակցությունների ապաշրջափակման դա հնարավոր չի եւ ես կարծում եմ, որ կա հնարավորություն դա անելու եւ այդ հնարավորությունը արտացոլված Հայաստանի առաջարկի մեջ։ Քանի որ ձեր լավատեսությունը շարունակում է պահպանվել խաղաղության պայմանագրի շուտապույտ ստորագրման, հիմքը ո՞րն է այդ լավատեսության, որովհետեւ տեսեք Ադրբեջանը շարունակում է ձգձգել եւ տպավորություն կա գոնե թե փորձագիտական մակարդակով, որ քաղաքական կամք չունի Ադրբեջանը ստորագրելու այդ խաղաղության պայմանագիրը։ Հայաստանը պաշտոնական խողովակներով ոչ հրապարակային ստացել է այդպիսի ազդակներ, որ վաղ, այսինքն առաջիկայում հնարավոր է այդ փաստաթղթի ստորագրումը։ Չէ, ես նման ազդակների մասին խոսել չեմ կարող, ուղղակի իմ լավատեսության հիմքը հենց մեր կողմից քաղաքական կամքի գոյությունն է։ Այսինքն մենք չենք ուզում հիասթափվել այս process-ից եւ ասել թե չի ստացվում, ուրեմն չենք շարունակի։ Պետքա ամեն ինչ անել, որպեսզի ստացվի եւ պետքա նաեւ այս հարցի շուրջ որոշակի միջազգային համախոհություն ձևավորել, որը կա, որը ավելի ուժեղ է դառնում եւ նաեւ ակնկալի կա, որ Ադրբեջանի նման ազդակներ կամ ճնշում իր վրա կզգա խաղաղության պայմանագիրը ստորագրելու։ Ադրբեջանական մեկ այլ պահանջի մասին սահմանադրության մեջ անել փոփոխություններ։ Երբ Հայաստանը հայտարարեց, որ դիմելու է այդ քայլին, այսինքն նախաձեռնվելու են Հայաստանում սահմանադրական փոփոխություններ, ձեր ընդդիմախոսներն ասեցին այդ տեսակ Իլհամ Ալիև այդ պահանջը ներկայացրեց եւ Հայաստանը գնում է այդ քայլին։ Որքան էլ հակադարձվում է եւ ասում է ոչ որևէ կերպ Իլհամ Ալիևի այսպես ասած պահանջը կատարելու համար չի այդ քայլը արվում, բայց ասում են ամեն դեպքում դուք փոխելու եք նախաբանը եւ հղումը դուրս եք բերելու սահմանադրությունից։ Նախ սահմանադրության բովանդակության վերաբերյալ այս պահին որևէ նախագիծ չկա, այսինքն որևէ խոսակցություն դեռ չկա, որովհետև սահմանադրության բովանդակությունը պետքա ձևավորվի քննարկումների արդյունքում, իսկ այդ հարթակը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն է եւ խորհուրդը։ Եվ երբ այդ նախագիծը պատրաստ կլինի, արդեն ավելի լայն հանրային քննարկման կլինի, ուստի ես չեմ կարող ասել, թե սահմանադրության նոր նախագծում ինչն է մնալու եւ ինչն է դուրս բերվելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, ապա դա լրիվ այլ խոսակցություն է եւ Հայաստանը բազմիցս ասել է, որ մեր սահմանադրություն փոփոխությունը անհրաժեշտ է մեր ներքին օրակարգի համար, մեր թե իրավական համակարգի առողջացման տեսանկյունից եւ թե ընդհանրապես
խոսվել է շատ լեգիտիմության տեսանկյունից սահմանադրության ընդունման, որովհետեւ քաղաքացին իր կապը զգա այդ փաստաթղթի հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, մենք բազմիցս ասել ենք, որ մեր սահմանադրությունը չունի տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, եւ եթե նույնիսկ տեսականորեն ունենար այդպիսի պահանջ, ինչը կա դեպ Ադրբեջանի սահմանադրության մեջ, ապա խաղաղության պայմանագիրը արդեն իսկ լուծում է այդ հարցը, որովհետև նշում է, որ ներքին օրենսդրությունը չի կարող փաստարկ հանդիսանալ պայմանագրի դրույթները չկատարելու համար։ Այս հարցը խաղաղության պայմանագրի այս հոդվածով հարցը լուծվում է, ուստի մանիպուլատիվ է այս երկու թեմաները բերել եւ խաչել իրար, ինչը գուցե շատ տրամաբանական է, որովհետև երկուսն էլ առնչվում է սահմանադրությանը։ Պարոն Խանդանյան, այլ թեմաների եւս անդրադառնանք, ազգային ժողովն օրերս հետաձգեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին նախագիծը։ Դա մեկնաբանվեց որպես հետքայլ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադարձությունները։ Մամուլում նաեւ գրվեց, որ Ռուսաստանից է այդ հարցը առաջ քաշվել։ Չէ, բնավ, ինձ թվում է, ովքեր որ հետևել են հանձնաժողովում երկրորդ ընթերցումից առաջ քննարկումներին, կանատես են եղել, որ խոսքը իրավական տեխնիկային է ավելի վերաբերում, կառավարությունը առաջարկներ է ներկայացրել առաջինից երկրորդ ընթերցման փուլում, որպեսզի նախագծի կարծեմ նախաբանը որոշակի շտկումների ենթարկվի, նախաձեռնողները, նախագծի հեղինակները համաձայնություն չեն տվել երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ։ Հիմա այսպես դադար է վերցվել, ինչը սահմանված է ազգային ժողովի կանոնակարգով եւ ընթացած քննարկումները կշարունակվի, ինչ որ կոնսենսուսի կգանք, մենք հակված ենք այդ նախագիծը ընդունել եւ այստեղ որևէ աշխարհաքաղաքական աստար փնտրել պետք չէ կարծում եմ։ Իսկ ինչպես կմեկնաբանեք այն հայտարարությունները, որոնք հատկապես այս օրերին են ավելի շատ, թե Հայաստանը ուկրաինացման ճանապարհով է գնում։ Այդ հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել, Հայաստանը գնում է իր ուրույն արտաքին քաղաքականությունը վարելու ճանապարհով, բալանսավորման արտաքին քաղաքականությամբ եւ այդ բանը, հա, հորետեսական կամ բայղուշական այդ բաները չարժի դրանցով այսպես էլեկտրահարել մեր քաղաքացիներին։ Հայաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների հետ, Հայաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ եւ լավ հարաբերություններ նաեւ մեր հարևանների հետ, որոնք ունենք, բոլոր գործընկերների հետ, բոլոր, այսպես եթե պատկերավոր ասենք, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եւ մենք այդ ճանապարհով գնում ենք եւ դրա արդյունքները երևում են։ Հարևաններից Թուրքիայի հետ վերջը երևում է ի վերջո հարաբերությունների բարելավման Մարգարեի անցակետում հայ սահմանապահներն են այլևս հսկողություն իրականացնելու զարգացումներ կան հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։ Այս պահին որևէ այսպես դրական լուր չեմ կարող ասել, դրական չեմ կարող պատասխանել ձեր հարցին, որովհետև Հայաստանը այս թեմայում արել է հնարավոր բոլոր կամ առնվազն շատ դրական քայլեր։ Եվ մենք նմանատիպ քայլեր եւ ազդակներ ակնկալում ենք Թուրքիայի կողմից, որովհետեւ ես կարծում եմ, որ այստեղ որևէ խոչընդոտ չկա, իսկապես որևէ խոչընդոտ չկա Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Թուրքիայի կողմից սահմանը բացելու համար, բայց ցավոք սրտի Ադրբեջանը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ այս գործընթացում եւս եւ բայց մենք նաև այս ազդակը փոխանցում ենք Թուրքիայի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, որ հակառակը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարող է շատ ավելի կարևոր ազդակ հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացի համար։ Նաև խորհրդանական մակարդակում մենք այս խոսակցություն ունենում Թուրքիայի падգամավորների հետ եւ իրանք եւս ասում են, որ այո, իսկապես պետք է բացել սահմանը, պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց առայժմ կրկին դրական որևէ լուր չեմ կարող ասել այս առնչությամբ։ Եվ վերջում, պարոն Խանդանյան, դուք մտահոգություն ունեք, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այլևս առաջվա պես դինամիկ չեն ու այդպես էլ Հայաստանում չկան ամերիկացի սահմանապահները, որոնք պետք է գային ռազմավարական գործընկերության փաստաթղթի համաձայն։ Չէ, ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ որ լուրջ խնդիրներ են առաջանալու։ Ես ենթադրում եմ, որ Միացյալ Նահանգներում նոր ադմինիստրացիա է, նոր պաշտոնյաներ են, որոնք
գուցե ադապտացիոն փուլում են, գուցե դեռ առաջնահերթությունների խնդիրներ կան եւ այլն, բայց Հայաստանը աշխատում է նաեւ նոր ադմինիստրացիայի հետ շատ ինտենսիվ։ Գիտեք, թե նախագահի հետ հեռախոսազրույցի մասին, թե փոխնախագահի հետ վարչապետի հանդիպման մասին, նաեւ Հայաստանի դեսպանությունն է շատ ինտենսիվ աշխատում պետքարտուղարության հետ, ուստի կարծում եմ գուցե որոշակի հապաղում լինի դինամիկ հարաբերություններում հաշվի առնելով փոփոխությունը, բայց ես չեմ կարծում, որ դա երկար կտևի, ես կարծում եմ այն ինչ որ արձանագրված է ռազմավարական գործընկերության փաստաթղթում կյանքի կկոչվի։ Նրանց կողմից, որովհետև կարծես թե Հարավային Կովկասի հետ կապված դեռևս, այսպես ասած, հայտարարություններ, մտահոգություններ, այսպես ասած, չկան դեռևս։ Կրկին, ես կարծում եմ այդ առաջնահերթությունների հարցն է եւ հույս ունենք, որ Միացյալ Նահանգները նաեւ իր ուշադրությունը այս տարածաշրջանին կուղղի, հասկանալիորեն հիմա ողջ կարծես արտաքին քաղաքական այսպես առաջնահերթությունը Միացյալ Նահանգներում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցումն է, ինչը շատ կարեւոր է եւ հույս ունենք, որ դա տեղի կունենա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էր։